2029 թվին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն լինելու, որը լինելու է Վրաստանում եւ Հայաստանում, ամենակարևորը իմ քաղաքում Իջևանում, որ նոր ստադիոն է կառուցվելու բան, դա շատ հոյակապ լուր էր։ Բայց այսօր խոսքը դրա մասին չի։ Մի բան էլ ասեմ պարոն Փաշինյանի մասով ու անցնեմ մեր եղբայր Սամվել Կարապետյանին։ Պարոն Փաշինյան, ես խորհուրդ եմ տալի հունիսի 8-ին, երբ որ արդեն լինեք ընտրված, ընդ մի ամիս հետո ոնց որ դինում, որ արդեն սկսում եք աշխատանքները, ներողություն եմ խնդրում, բայց պետք է ասեմ, ես թե չէ մեկ ասում են, Փաշինյանից բան չես ասում, մենակ նրանց, ես ասում, հենց որ դուք ընտրվեք վարչապետ, չէ, ես ցանկանամ, որ Արսեն Թորոսյանին, նշանակեք, ձեր հեծանվապարկի տնօրեն, դա քաղաքական որպես գործիչ թույլ է, կամ մի թույլ տվեք ընդհանրապես ոչ մի բան խոսի, եթե խոսում է միայն թող գործից խոսի, քաղաքական բաներից թող չխոսա, նա գործերը քյասար մեր լեզվով ասած խարաբան, հիմա մի երկու բան էլ ես սենց հիշեցման կարգով էլի հիշեցի են թվերը, կոմունիստական թվերը, Սամվել Կարապետյանը այդ որ բանանում 5 հարցեր են ասում, այդ ինչ թազա բանա, ինչ որ հավաքում են բան, ինձ նմանեցնում է սովետական բարքերից երկու բան, ռայկոմի քարտուղարների ժողով, ես հիմա ասեմ, դուք հետո կասեք, էլի կոմենտներում կգրեք, ինչի է նման, կամ գողական սխոդկա, հասկանում եք, չէ ինչի համար եմ ասում, ռայկոմի քարտուղարները այն ժամանակ, երբ որ ասենք վերցնենք Դիմիրճյանի ժամանակ, եթե ինչ որ մեկը ռայկոմի քարտուղար էր, պետքա վերընտրվեր կամ բան, ասենք Դիմիրճյանը իրա մարդուն էր ուզում նշանակի, ինչ էին անում այդ ռայկոմի քարտուղարները, մի երկու չամադան փող էին վերցնում գնում Մոսկվայից դաբրո ստանում, որ ընդեից զանգեն Դիմիրճյանին ասեն, Դիմիրճյանը արդեն դրան նշանակի ռայկոմի քարտուղար։ Հիմա երեկվա այդ մի երկու օր նայում եմ, ասենք ընդ հանդիպումներ ունենում երիտասարդների հետ, նենց շատ նման է էլի այդ ռայկոմի քարտուղար գողական սխոդկի, դե գողական սխոդկեն էլ սենց է էլի, օրենքով գողը նստում է, մարդկանց հրավիրում է իր մոտ, ես մի ռայոնը դու ես նայելու, ես մեկը դու ես նայելու, են մեկը դու ես նայելու, են մեկը դու ես նայելու, այդ նույնն էլ ռայկոմի քարտուղարներն էին, էլի ասենք, ես մի գյուղապետը դու ես լինելու, են մեկը դու ես լինելու, են մեկը դու ես լինելու, ոնց որ այդպես բաների, ինձ ուղղակի հիշեցնում էլի նմանեցնում եմ, որ այն ժամանակը տենց էր ամեն ինչը, հասարակ մարդը չէր կարա պրաբիցալին դեղ, էլի, ոչ միտեղ չէր կարա, ոչ միտեղ, ընդհանրապես, հիմա շատ նմանեցրավ, նմանեցնում է ինձ այդ բանը, Սամվել ջան, դեմի ես չգիտեմ ուրիշ ոնց կարելի է ասել, դու ոչ ընտրվողն ես, ոչ ես մի բանն ես, ոչ են մի բանն ես, ոչ պատգամավոր ընտրվողն ես, դե թողարա այդ երեխեքը զարգանան, էլի այ ախպեր ջան,
Նարեկն ալինելու, թող նարեկն էլ խոսա, ինչ ուզում անի, թող եք զարգանան այ մարդ։ Այն ժամանակ էլ էր ռայկոմի քարտուղարները, բանա, խոսքի, ասենք, մեր մոտ Իջևանից, ասեմ, սաղ իջևանցիները եսա կխնդան, Անանյան ջեման, էր մեր ռայկոմի քարտուղարը, մի հատ լավ տղա ուներ, արտակը, հիշում եք, չէ, իջևանցիներ ջան, արտակը։ Դե արտակ էլի եսի արտակին բոլորդ էլ ճանաչում եք, բայց որ մաման ռայկոմի քարտուղար էր, պապան էլ դե առաջի դպրոցի դիրեկտորներ Սարգսյանը շատ ընտիր մարդ էր Սարգսյանը ճիշտն ասած, հա։ Արտակը նույնիսկ դատախազել դարավ։ Սամվել ջան, ցավդ տանեմ, դու ինչ որ բաների հասել ես։ Դա չի նշանակում, որ դու դրանց գլխավերևը պետք է նստես, դրանց վարչապետ կարգես, ասենք, տես չի լինում, վարչապետը տես չեն դառնում, Սամվել ջան, ցավդ տանեմ, դու նստել ես ու ուզում ես դրանց տեղ վարչապետ կարգես, հասկանում ես, դե մի երկու ամիս էլ, որ բան են արել, ասենք, նստացրել են, արդեն մի ուրիշ կամ են գողական բարքով էլի, ոնց որ, չի կարելի, երգիրը տես չի կարելի, ժողովուրդը, հազիվը տես բաներից պրծել է, ձեր ցավը տանեմ, հազիվը տես բաներից պրծել է ժողովուրդը, հիմա ինչի եք նորից ուզում այդ բարքերը բերեք մեր երգիր, թողեք ես երգիրը մի քիչ բանան, էլի այդտենը մեկ տակից, ոչ մեկը չէիք իմանում, հոպատահական չեն Հայաստանին, ֆուտբոլի չեմպիոնատը Հայաստանին ընտրել, ուրեմն գործ են անում, չէ մարդիկ, աշխատում են Հայաստանի համար, ժողովրդի համար, էլ նայեք, ստադիոններ են կառուցելու, եթե այդ բանը լինելու է, հյուրանոցներ են կառուցելու, ուրեմն Հայաստանը պատրաստ է, չէ այդ բաներն անելու, որ Հայաստանին բան են արել, որ Հայաստանում պետք է լինելու, այդտենց երգիրը զարգացնում է, իսկ դուք ձեր ցավը տանեմ, հա, դու ոչ մի բան, ոնց որ երկրում, հա, ինչ որ մարդիկ ասել են, դե Սամվել Կարապետյանը ավտորիտետ է, ամե դու նստել ես, դե ցավդ տանեմ, ինչ որ մարդկանց ուզում ես բերես վարչապետ սարքես, ցավդ տանեմ, այդ չի լինի, դրա համար էլ հիշում եմ ռայկոմի քարտուղարը, Անանյան ջեման մեր Իջևանում ոնց արտակին դատախազեր սարքեց, հասկանում ես, բայց արտակին 10 կոպեկի խելք չուներ, կներեք էլի արտակն էլ թողների, ես երեխա վաղտը խաղ ենք արել ես արտակի հետ, ես լավ եմ ճանաչում, նենց չի, մի խոսքով, այդպես բաները մի արեք, ձեր ցավը տանեմ, թող արեք մենք նորմալ զարգացած երգիր դառնանք, մեզ մի տարեք են 90-ական, 85 Գորբաչովի բանի թվերը մի տարեք, թողեք ես երգիրը զարգանա, սա բաներ չի, որ դուք անում եք, հասկանում եք, ես մտածում եմ, ես իմ մասին էլ մտածելու բան չունեմ, 70-ին դե մլաս մարդ եմ, ես մտածում եմ իմ թորների համար, որ իմ թորները նորմալ երկրում ապրեն, հասկանում եք, գնում են ընտրության, Սամվել ջան, թող գնան ընտրության, ոնց է, դու քո ինչ-որ ավտորիտետով, չգիտեմ, ում մոտ ես ավտորիտետ, ում մոտ չես ավտորիտետ, քո ավտորիտետով ուզում ես ինչ-որ ձեր երեխանցը բերես վարչապետ սարքես, եսի միլպետ սարքես, կամ եսի ինչ սարքես, տես չի լինում, այդենց Հայաստան էլ չի լինելու, Սամվել ջան, մոռացեք, ուզում է ռուսը դաբրոտ է, ուզում է ամերիկացին դաբրոտ է, ուզում է անգլիացին, ով ուզում է դաբրոտ է, տես բաներ չի լինելու, գնալու ենք նորմալ ընտրենք, մարդկանց ընտրենք, նորմալ մարդիկ ղեկավարելու են երգիրը, ով ասում, որ չընտրեք Նարեկին, գնացեք ընտրեք, բայց թողեք Նարեկն էլ ինքը իրա քարոզարշավը անի,
Գնա ժողովուրդը կհավանի կընտրի, չի հավանի չի ընտրի, ես հո չեմ ասում ես մեկին ընտրենք, ես մեզ չեմ ասում, չէ պարտադիր գնացեք փաշի, ասում եմ գնացեք ում ուզում եք ընտրեք, ամենակարևորը որ ասում եմ, ժողովրդավար ուժերի ընտրեք, թող նարեկը դառնա մի հատ մեր երկրում ժողովրդական ուժերից մեկը, ոչ մի պրոբլեմ, հասկանում եք, զրույցը ինչի մասին է, վերջ, մի արեք այդպես բաներ, թողարեք այդ երկիրը, մաքուր երկիր դառնա, գոնե մի 20-30 տարի էլ այդ մարդիկ շնչեն, էլի միացես լիաթոք շնչեն, ինչ ասեմ, այսքան բան ժողովուրդ ջան, մինչ երեկո, նորից շնորհավորում եմ բոլոր հայ ազգին 2029 թվի կայանալիք ֆուտբոլի աշխարհի միջև 20 տարեկան չեմպիոնատի համար։ Դա մեծ նվաճում է, համաշխարհային նվաճում է կարելի ասել։ Լավ եղեք, մինչ երեկո։